Երեխաներ, մենք այսօր խորքային ուսումնասիրելու, վերլուծելու ենք Նարդոսի սպանված աղավնի վիպակը, որը հիմք կդառնա ձեր ապագա մասնագիտական կողմնորոշմանը։ Ովքեր են կարդացել։ Ես կարդացի, ապրես, բավականին շատ կարդացի։ Նաև ասում եմ դուրս գրեք երեխաներ, բնութագրող տողեր, հերոսների երկխոսություն գրել եք։ Գրել եմ Սարայի խոսքերը, երբ Գարեգինը ներում է Սարայի հանցանքը, Սարան նրան պատասխանում է. Ես հանցավոր, ես եւ ոչ այս սրիկան, որ կորտակեց իմ մատաղ կյանքը, եւ ոչ դուք պարոն, որ օթևան եք տվել, նրան ձեր հարկի տակ, եւ ոչ այլ հասարակությունը, որ հանդուրժում է իր մեջ այդպիսի սրիկաների գոյությունը։ Ես շատ արագ հարցադրումը կարդում եմ, դուք տեղից խառը պատասխանում եք։ Ռուբեն Թուսյանը երկրորդ անգամ Սարային հանդիպում են կրկին անտառում։ Այո, փողոցում, տրանսպորտի ճիշտ է։ Վիպակի հերոսներն են Բաղիրովը, Սարան, Ռուբեն Թուսյանը, Ոսկեհատը, Միքայել Մարգարյանը եւ այլ։ Բոլորը ճիշտ էին ընտրված։ Ով էր ապրում։ Ոսկեհատը որտեղից է ոսկե քահոսը։ Ուշադիր կարդում եք, դասում եք եւ ընտրում եք որ ստեղծագործություն ավելորդ։ Այլին ճիշտ եք։ Դե մյուսները կարդում եք արագ։ Անդոն Սարոյան, պայքար, ես եւ նա, սպանված ճարտարապետը։ Ով կարող է բացատրել այս սահիկը։ Նկարին պատկերված անձերին ճանաչում եք երեխաներ, ովքեր են այդ անձերը։ Հասանը, Նազանի Թուսյան, Նազանի Էպիկոմն, ինչպեսում Լևոն, Խորեն Լևոնյանը եւ Նազանի Հովհաննիսյանը։ Սկսում ենք դատը։ Իրականացնում եք սպանված աղավնի վիպակի գրական դատը, ոտքի դատարանն է գալիս։ Դատը համարում եմ սկսված։ Քննարկվում է Սառա Սիսակյանի ողբերգական ճակատագիրը եւ Ռուբեն Թուսյանի դերը նրա կյանքում։ Ներս բերեք, խնդրում եմ Ռուբեն Թուսյանին։ Զանիլյանը քեստանում ամբաստալա Ռուբեն Թուսյանը։ Ես երբեք չէի ցանկացել խաբել Սառային, ես իրոք իրեն սիրել եմ, ես երբեք չէի ցանկանա, որպեսզի Սառայի նման բան պատահի։ Ես չեմ համարում, որ մեղավոր եմ, որովհետև ես իրոք սիրել եմ, թե կարծել եմ սիրել եմ, դե արդեն չեմ կարող ասել։ Ապարդի ժամանակը պետք է ջրջվի, որովհետև հենց այդ ապարդի ժամանակի պատճառով էր, որ նրա հետ այդպիսի բան տեղի ունեցավ։ Նա մտածում էր ապագայի մասին, մինչդեռ ապագան էլ նրա կործանեց։ Ես ասացի։ Իսկ հիմա խոսքի իրավունք է ստանում պետական մեղադրողը։ Ինչ? Դուք ասում սիրել եք նրան, այն տարապանք պատճառեց, իսկ հետո դարձավ նրա մահի պատճառը։ Դուք սկզբում հայտնվեցիք նրա կյանքում, լցրեցիք նրա հոգին, իսկ հետո անհետացեք, նրան թողնելով մենակ իր հիշողությունների հետ միասին։ Ձեր վերադարձն է, որ նրան տարավ այդ մահվանը։ Իսկ հիմա խոսքի իրավունք է ստանում դատապաշտպան Մանե Ենգիբարյանը։ Հարկերի դատավոր, մեղադրող կողմը միայն ենթադրություններ է ներկայացնում։ Կա որևէ ապացույց, որ Ռուբեն Թուսյանն է Սառային հասցրել այդ վիճակին, եւ արդյոք ճիշտ է մեկ կնոջ անբախտությունը ամբողջովին մեկ մարդու վրա բարդել։ Սարան, եթե ներկա լիներ կասեր, դուք բոլորդ ինձ դատում եք, մեղադրում եք, ես մենակ եի, դուք որտեղ էիք, երբ որ իմ սիրտը հոշոտվում են ցավից, որտեղ է ձեր արդարությունը։ Դուք հեռացեք նրան թողելով միայնակ աղավնի նման, իսկ հիմա վերադարձել եք, ինչ եք պահանջում։ Միթե կարող ենք մենք ներել նրա արարքները, մոռանալ նրա արարքների հետևանքները։ Դուք մեղավոր եք։ Ինչ է սերը, եթե այն խեղդում է, եթե այն սպանում է մարմինի հոգին։ Հարգելի դատարան, մենք այսօր գործ ունենք սկզբունքային պատմության հետ, այլ ոչ իրավական հանցագործության։ Ռուբեն Թուսյանը չի սպանում Սառային եւ չի դրդել նրան ատելության կամ վրեժխնդրության։ Երբեմն մեր կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ մենք ստիպված ենք լինում որևէ բարդ որոշում կայացնել, եւ մենք բոլորս պատասխանատու ենք այդ որոշման համար։ Եվ Սառան կայացրեց իր որոշումը։ Արարվում են, պարոն դատավոր։ Առաքություններն ընդունված են։ Միթե մենք կարող ենք աչք հակել նրա արարքների վրա։ Նա շատ հիմար անձնավորություն է, նա խաղում է կանանց սրտերի հետ եւ հետո նրանց թողնում։ Ինչպես կարող ենք ներել